Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ խնդրել, որ հունիսի 7-ի ընտրությանը ավելի լուրջ վերաբերվեք, քան նախկին բոլոր ընտրություններին։ Մենք հունիսի 7-ին պետք է որոշենք, ինչ ենք ուզում, ինչպիսի երկիր ենք ուզում և մեր դերը այդ երկրում։ Ինչու պետք է գնալ քվեարկության։ Ընդամենը պետք է գնալ քվեարկության, որ տեր կանգնենք խաղաղությանը։ Իսկ ինչ է խաղաղությունը։ Խաղաղությունն այն է, որ զինվորը հանգիստ ծառայում է, ծնողը չի լարվում, չի անհանգստանում։ Գիտեք, խաղաղությունը այն է, երբ սահմանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա ոչ թե մինչև ատամները զինված զինվորներն են կանգնած, այլ երեխաները ֆուտբոլ են խաղում։ Խաղաղությունն այն է, որ սահմանամերձ գյուղում պետության աջակցությամբ մարդիկ տուն են սարքում, որը չէին սարքել 35 տարի։ Գիտեք ինչու չէին սարքել, ոչ թե որ ոչ միայն որ վատ էին ապրում և փող չունեին, այլ քանի որ խաղաղություն չէր ու մարդիկ չգիտեին ինչ է լինելու։ Հիմա գիտեն, սարքում են և մնում է տեր կանգնեն։ Եկ խաղաղությանը պետք է տեր կանգնել։ Խաղաղությունը հենց այնպես չի լինում։ Ծանրագույն աշխատանքի ու ծանր որոշումների շնորհիվ մենք այսօր ունենք խաղաղություն։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը մեկ ակնթարթ անգամ զգային, ինչ որ ես եմ զգում պատերազմից հետո։ Այն ինչ որ զգում է մյուս ծնողը, որի որդին զոհվել է։ Եվ առաջինին, և մինչև ապրիլյան պատերազմը, և ապրիլյանի զոհերի ծնողները, և 44 օրյայի, և հետագա մարտական գործողությունների։ Գնահատեք ինչ է խաղաղությունը։ Չթուլանաք, չթուլացնեք ձեր զգոնությունը։ Երեկ հեռուստաբանավեճի ժամանակ, եթե ուշադիր էիք, գիտեք ինչից էին նեղվում ոմանք, անգամ զայրանում էին։ Ամբողջ խնդիրն այն էր, որ արցախցիների նկատմամբ այդ աղետը, որ բերեցին, հիմնական նպատակը Հայաստանի ոչնչացումն էր անկախության կորուստը։ Դրա համար անդադ ասում են. Նիկոլ Փաշինյան, ինչու զորքերը չմտցրիր Արցախ, արցախցիներին օգնության։ Դեք հենց դրան էին սպասում, որ մի շարժ լինի Հայաստանից և շարունակությունը դուք գիտեք ինչ է լինելու։ Ես ուզում եմ ձեզ նաև մի բան հիշեցնել, մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց ուզում եմ հիշեցնել։ Շանս կար, դեռ շանս կար, որ արցախցիները մնան Արցախում ապրեն, արժանապատիվ ապրեն, մոտավոր այնպես, ինչպես այսօր մեր ջավախքի հայրենակիցներն են ապրում Վրաստանում, բայց թույլ չտվեցին, որովհետև այլ պլաններ կար։ Պլանում Հայաստանն էր, Հայաստանի անկախության, իրական անկախության ոչնչացումը։ Դրա համար հորինվեց հայաքվե շարժումը։ Հիշում եք հիմնական պահանջը որն էր։ Բոլոր այն մարդիկ, որոնք թուղթ կստորագրեն, որը Արցախը կդիտեն այլ պետության կազմում բացի Հայաստանից կամ անկախ, հանք քրեական հանցագործներ են։ Դա էլ ձախողեցին, վերջին բանակցություններն են ձախողեցին ու հիմա գոռում են, իբր թե իրենք Արցախը շատ են սիրում։ Նարեկ Կարապետյան, բա որ Արցախը սիրում էիր, զենք վերցնեիր, երիտասարդ թմբլիկ տղա ես, գնայիր Արցախ, մեր տղերքի կողքին կանգնեիր։ Եղբայրներիդ, որ եղբոր տղա կլինի, քեռու տղա կլինի, վերցնեիր, գնայիր։ Ինչ եք եկել մեծ խոսում։ Սիրելի հայրենակիցներ, դրանց մի կողմ թողենք, մոռանանք։ Ես ձեզ խնդրում եմ, տեր կանգնեք խաղաղությանը։ Իհարկե երկրում շատ խնդիրներ կան, որոնք դեռ պետք է լուծվեն, լուծվելու են, բայց դրա համար խաղաղություն ու անկախություն է պետք։ Երեկվա բանավեճի հետաքրքիր դրվագներից մեկն էլ գիտեք որն էր, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին, որ ինքնուրույն
առանց ձյաձյաների և ծյոծյաների որոշել է Հայաստանի հարաբերությունները հարևան երկրի հետ։ Ասում են, չէ, դուք չեք կարող, դա այլ մարդ պետք է որոշի, դուք ինչ խաղաղություն, ինչ պատերազմ, դուք ով եք, այդ երաշխավորը, այդ երաշխավոր, որ ասում են, երաշխավորը հասկացեք տեր։ Եվ հիմա, խնդրում եմ ձեզ, մեկը ասում է, ես համակրում եմ ես ինչ թեկնածուին, մի թեկնածուին լավ եք անում, բայց սա խաղ չի։ Նայեք ձեր փոքրահասակ, մեծահասակ երեխաներին և հասկացեք, որ դուք հունիսի 7-ին իրենց ճակատագիրն եք որոշել։ Պահի ազդեցության տակ, ինչ-որ բանից նեղացած, գնաք, քվեարկեք այն ուժերին, որոնց ներկայությամբ մենք վերադառնալու ենք դեպի այն օրեր, երբ Բաքվում ծեծում էին, մարտի դաշտում անդադ ռազմաճակատի գծում անդադ կրակոցներ ու դիվերսիոն հարձակումներ էին, տնտեսությունը խայտառակ վիճակի մեջ էր, ավելի վատ է լինելու, քան այն ժամանակ էր, ես ձեզ վստահեցնում եմ, չեմ վախեցնում, ես ձեզ ասում եմ այն, ինչ որ լինելու է։ Ոմանք ուզում են Հայաստանը դարձնել Աբխազիա, Հարավային Օսիա, բայց միաժամանակ անդադար ռազմական կոնֆլիկտի մեջ։ Մենք դա թույլ չենք տալու, սիրելի հայրենակիցներ։ Խնդրում եմ, այդ օրը մի կողմ դնեք ամեն մի նեղացածություն, դժգոհություն և գնաք քվեարկեք հանուն մեր խաղաղության։ Դուք քվեարկեք, որ մնաք Հայաստանում, հակառակ դեպքում դուք ստիպված եք լինելու նորից բախվել ծանր իրավիճակի։ Գիտեք, մարդիկ կան, որոնք առանց ամաչելու եթեր են մտնում, տեքստեր են գրում, կոչեր են անում։ Այդ մարդիկ մի ցանկություն ու երազանք ունեն վերադարձնել այն ժամանակները, երբ ձեր հաշվին դղյակներ էին կառուցում, շքեղ ավտոմեքենաներ ունենում, ես չեմ ասում գնում, իրանք ունենում էին, իրանք երբեք չեն գնել։ Դուք եք գնել իրենց համար, այդ դղյակները, այդ տները։ Մի հատ հարցրեք, տեսեք, ով էին իրենք։ Այդ ոնց կարողացան այդ դղյակները, այդ շքեղ շենքերը, առանձնատները, բա ձեր հաշվին են արել։ Հիմա դա են ուզում, ձեզ ասում են Արցախ, էլի Արցախ, որ դուք հուզվեք, իսկ իրենք չեն ուզվում։ Իրենք ձեր հույզերի վրա ուզում են վերադարձնել նախկին իրավիճակը, որովհետև պատերազմում ու դիվերսիոն հարձակման ժամանակ իրենց երեխաները չեն տուժել և զոհվել, իրենց երեխաները բանակ չեն գնացել, կամ եթե գնացել են, մի ապահով տեղ գրանցված են եղել, իբր ծառայել են։ Թույլ մի տվեք, որ այդ օրերը վերադառնան։ Պատասխանատու եղեք ձեր և հատկապես ձեր երեխաների համար։ Այսօր, որ դուք գործ եք անում, աշխատում եք, ինչի հաշվին, այդ խաղաղության հաշվին։ Շուտով այդ խաղաղությունը ավելի լավ եք զգալու, խաղաղության արդյունքները, բարիքները։ Աստված մեզ բոլորիս հետ։ Փառայժմ։